Բարև ձեզ։ Շողակաթ հեռուստաընկերության եթերում տաղավարում շարքի հերթական հաղորդումն է եւ մենք շարունակում ենք քննարկել մեր կրթության եւ գիտության խնդիրները տարբեր դիտանկյուններից։ Այսօր տաղավարում հյուրընկալել ենք Արի արշավական ակումբի հիմնադիր Աստղիկ Հարությունյանին։ Աստղիկ, շնորհակալ եմ հրավերս ընդունելու համար։ Շնորհակալ եմ հրավիրելու համար։ Աստղիկ, երբ եւ ինչպես առաջացավ գաղափարը նման արշավական ակումբ ստեղծելու։ Արշավային ակումբի գաղափարը ծնվեց 2020 թվականին համաճարակի ժամանակ, քանի որ միշտ աշխատում է օտարերկրյա տուրիստների հետ, ճանապարհները փակ էին, սահմանները փակ, ոչ մի տուրիստ չկար եւ սկսեցինք այստեղ կազմակերպել արդեն տեղաբնակների համար։ Ներքին տուրիզմ էսպես։ Ներքին տուրիզմ, այո, եւ արշավներ, որովհետեւ 10 տարի լինելով մշակութային պատմական վայրերում, նաեւ ուզում էի բնական հուշարձանները բացահայտել։ Մինչեւ դուք աշխատել եք։ Մինչեւ այո, որպես զբոսավար իտալացիների եւ անգլիախոս, այսպես ասած, շուկայի հետ աշխատել։ Այո։ Բավականին լավ։ Ու որոշեցի, որ պատմամշակութային, այդ ժառանգությունը մի կողմ ունեմ եւ արդեն բացահայտենք բնական ժառանգությունը, որը ցավոք սրտի միշտ ոնց որ հետին պլան է մղված Հայաստանում։ Այդպես ծնվեց գաղափարը, սկսեցինք մեծահասակների հետ։ Հետո միշտ սիրում եմ այս պատմությունը, արշավ եկային երկու ծնող իրենց երեխաների հետ, ու այդ ամբողջ արշավի ընթացքում սենց դժգոհություն էր, հա, մեկը մեկին ցուցում տալ էր, այսպես գնա, սա կեր, սա գցի հակը, այսպես նստի այնտեղ արա, այսպես, ու հասկացա, որ այս երկու սեգմենտը պետք է իրարից առանձնացնել, որովհետև գալիս են ծնողը մնում է ծնող, ինքը չի այսպես ասած կարող է խանգարող լինել նույնիսկ, հա, այդպես ինչ ասեմ, գերհոգատարությամբ, հա, գերհոգատարությամբ, ոչ միայն գերհոգատարությամբ, նաև անհանգստությամբ կամ երեխայի այդ փորձառությունը հաճելի լինելու համար միշտ չէ որ բացասական է, այլ ոնց որ կարծում եմ, որ ինչ որ ցուցումներ անելով, դիտողություններ անելով ավելի հաճելի կամ սահուն կդարձնեն արշավային այդ փորձառությունը, ու այդ օրվանից հետո օգոստոս ամիսն էր 2020 թվականին որոշեցինք կազմակերպել խոխա արշավները, ես սիրում եմ ասել Արի խոխա արշավներ։ Կոչվում է Արի։ Արին, բայց Արի խոխան կարգախոս է, ինչ է։ Չէ, փոքրիկ առանձնացում է, որովհետև մենք կազմակերպում ենք մեծերի համար, մեծահասակների համար։ Մեծերի համար այնտեղ անպայման նշվում է խոխա եւ տարիքային խումբը, որ եթե մեկը հետաքրքրված է Արիի կողմից կազմակերպված արշավներով, հասկանա արդեն վերնագրից, որ սա երեխաների համար է, նա մեծահասակների։ Ասեք, եւ ինչ տարիքային խմբի երեխաների համար է կազմակերպվում։ Եվ արդյոք հա տարբեր տարիքի խմբեր են ձևավորվում, թե կարող է լինել ենթադրենք 4 տարեկանից մինչեւ 10 քանի տարեկան։ Ձևավորվում են, որ այդ դեպքում երթուղիները պիտի տարբեր լինեն, հա, բարդություններ ունեն եւ այլն։ Միանշանակ։ Հիմա կոնկրետ ունենք կոնկրետ առանձնացված 2 տարիքային սեգմենտ երեխաների 3-ից 6 տարեկան, որոնք շաբաթօրերն են, եւ 6-ից 14 տարեկան կիրակի օրերը։ Միանշանակ երբեմն լինում է խառնել տարիքային խմբերը, եթե մի երեխա է, որը 7 տարեկան է, բայց ծնողը մտավախություն ունի, որ շատ դժվար կլինի եւ առաջին փորձը ուզում է ավելի հեշտ ու հաճելի, կարող է ներգրավել 3-ից 6 տարիքային խմբում։ Եվ հակառակը, եթե մի քույր եղբայր են ուզում են միասին 5.5 է, դեռ 6-ը չի բոլորել, գալիս է արդեն 6-ից 14 տարեկանների հետ։ Բայց ունենք միանշանակ 1 տարեկան երեխաներ, որոնք գալիս են ծնողները, մի քանի ամսական երեխաներ, դե դա հասկանում ենք, որ չեն քայլում, այլ ծնողն է, այսպես ասած, քայլացնում։ Ամսական երեխային դու հետ դարձել։ Բայց 2 տարեկան երեխա ունենք, գալիս են, կեսը քայլում են, կեսը ծնողն է օգնում։ Գրկում է կամ համապատասխան ուսապարկ ունի, դնում է վրան, այդպես ամեն դեպքում։ Իսկ դուք ողջողները արդյոք շատ հաճախակի է հարկ լինում, ենթադրենք հոգնել է գրկել կամ ձեռքի պայուսակը վերցնել։ Նայեք, մենք չենք սիրում շատ օգնել երեխաներին եւ ես սիրում եմ ասել չմանիպուլացվել, որովհետեւ մենք հավատում ենք, որ երեխաները անսպառ էներգիա եւ ուժ ունեն, բայց եթե ինչ որ տեղեր կա, որ մենք հասկանում ենք երեխան չի կեղծում իր հոգնածությունը կամ այդ դժվարությունը, մենք միասին պայմանավորվում ենք, ինչպես կուզես որ ես քեզ օգնեմ։ Միգուցե մեկի համար ջուր տալը կամ դադար անելը, հա, կամ զրուցելը, թեկուզ գրկելը, տարիքային խումբ կա, որ իրենց մոտ այդ էմոտիվ դեռ զարգացվածությունը չի ձևավորվել եւ կարիք ունեն թեկուզ ձեռքդ բռնելու կամ ուսապարկը տանելու, բայց դա ամբողջ արշավի ընթացքում չէ մեզ համար, որովհետեւ շատ կարեւոր է երեխային օգնել, իր ուժերին հավատալ եւ իր հնարավոր պոտենցիալը օգտագործել։ Աստղիկ, պարզ է, որ արշավները օգնում են, հա, շատ են նպաստում, որպեսզի երեխաները ճանաչեն շրջապատը, բնությունը, հայրենիքը ի վերջո, բայց ինձ շատ դուր եկավ ձեր մի գրառումը, որ արշավները շատ օգնում են նաեւ ինքնաճանաչմանը։
Այսինքն երեխաները առաջին հերթին իրենց են ճանաչում եւ բացահայտում իրենց մեջ ինչ որ թաքուն ուժեր կամ նույնիսկ իրենց մղումներն են ճշգրտում, հա, իրենց ցանկությունները, իրենց երազանքները։ Ինչպես է դա կատարվում, ես ուզում եմ հասկանամ, ինքնաճանաչումը ինչ կերպ է ձեռք բերվում։ Նայեք, ես մի այսպես ասած կարծիք ունեմ, որ 21-րդ դարի երեխան եւ մարդը առհասարակ շատ այս ինֆորմացիոն հոսքի մեջ, այս արագ այս շրջապտույտի մեջ ինքնաճանաչմամբ չի զբաղվում եւ այսօրվա երեխան ես տեսնում եմ ինքը բազմաշերտ տեղեկացված է, ամեն ինչով զբաղվում է, բայց ինքնաճանաչման որոշ կետերում, հա, ինքը կաղում է։ Օրինակ չգիտի իր հնարավորությունները, չգիտի անգամ կիսվել ընկերոջ հետ, փոխօգնության այդ տարբեր ինչ որ արշավային իրավիճակներում այդ օգնությունը ցույց տա։ Դրա համար ես կարծում եմ, որ արշավը բնության մեջ լինելը վերադառնում է քո բնական էլեմենտ, իրականություն, որտեղ հատուկ ցուցումներ չկան ոնց պահելու, եթե դա կոնկրետ անվտանգությանը երեխայի չի վերաբերվում։ Եվ երեխան մեկ արշավի ընթացքում ինքնաճանաչում է իրեն, իր հնարավորությունները։ Նույնիսկ այդ առաջի արշավը։ Ես միանշանակ կարծում եմ, որ այո, սերմերը բնությունը այդ ուժը ունի, սերմերը գցելու, որովհետև երբ որ մենք խոսում ենք ծնողի հետ, ու երբ որ մենք ծնողի հետ խոսում ենք, երբեմն երեխային գերգնահատում են, ասում են, «Բա սպորտով զբաղվում ես, անում ամբողջ օր էներգիան չի սպառում», մեկ է գալիս այդ երեխան արշավի, տեսնում ենք, որ այդ երեխան այն պատկերը չի, որ մենք արդեն կառուցել ենք, հա, ծնողի։ Երբեմն նաև ծնողն է արշավի միջոցով եւ հետո այս երանգյունին կազմելով մեր ծնող եւ երեխայից փոխհարաբերության ժամանակ ծնողն է ճանաչում իր երեխային նորովի։ Ու քանի որ այսօրվա ժամանակներն այնպիսին են, որ ամեն ինչ դասակարգված է, համակարգված է, դաս, խմբակ, չգիտեմ, ծնունդ, ոչինչ չկա, հա, այդ ինքնաբուխ, ոնց որ մի ժամանակ մենք էինք, հա, դուրս էին գալի բակ, գնդակով ծեծկրտուկ, անգամ հիմա ծնողն է որոշում այդ ծեծկրտուկները հարթել։ Դրա համար արշավը այն իրավիճակն է, որտեղ երեխայի համար, հա, ունենք սկիզբ, ունենք ավարտ, ունենք դադարներ, որոնք պլանավորված են, բայց ամբողջ այդ բնական process-ը երեխան բնության մեջ եւ մեկ ուրիշ անծանոթ երեխաների հետ պլանավորված գործողություն չի, եւ այստեղ ինքնաճանաչման, ինքնադրսևորման միջոցով, այդ փոխհարաբերությունների սոցիալիզացիայի միջոցով երեխան արշավից տուն է գնում, որոշ բաներ ինքն իրենից պարզած։ Անգամ այն երեխաները, որ ասում են, գիտեք, դժվար է շփվում, բան, sense գալիս է մեկ այդ ասում ենք, չէ, լավ է շփվում էր երեխան, ոնց էր։ Ասեք, ես կներեք, որ ընդհատում եմ հարցաշարը կազմելիս, որ ուսումնասիրում էի ձեր նյութերը, կայքեջը եւ այլն, ահագին բան ինձ զարմացրեց, ահագին հետաքրքիր այդպես օրինակ, որ մի երեխա, որ այդպես առաջ ընկած ասլա միևնույն է, ես քաղաքն եմ սիրում։ Արմենը սա իմ սիրելի, հա, մինչև հա։ Տուն է հասել եւ ասել է ինձ համար արշավային հակուսներ արել, որովհետեւ մեկ փորձառությունը, հա, մեկ փորձը հերիք է եղել, որպեսզի նա սիրարվի եւ հա, հիմա կհուզում եմ Արմենից մասին խոսելիս, ոնց էր, որովհետեւ ինքը երկար մի քիչ դադար ունեցավ, վթար ունեցավ Երևանում մեքենայի մեջ ու երկար ժամանակ բացակա էր։ Փոստերում ավելի վտանգավոր է քանդարներում։ Ու Արմենը մի ուրիշ, ամեն երեխա մի ուրիշ տեղ ունի մեր կյանքում, բայց երբ որ երեխաներ են գալի, որ թվում է իրենց մուտքը կամ իրենց սոցիալիզացիան այս կյանքի հետ, հա, կամ իրենց միջավայրի հետ դժվար է, ու դու տեսնում ես, թե բնությունը եւ այս արշավները ինչ լավ ազդեցություն են ունենում, մի տեսակ sense հոգիդ լիանում է։ Ասեք մեկ ուրիշ գրառում էլ ես կուզեի կրոն մասն կուզեի խոսենք վերաբերմունքը բնությանը, հա, ծաղկին, խոտին, չգիտեմ, ես կարդացի, որ երեխան սիրում է, հա, այդպես ծաղիկ խաղել, փունջ անել, հաճելի բան է, հա, այդպես դաշտային ծաղիկների փունջը, բայց ամեն ծաղիկ չի որ կարելի է խաղել, որովհետև չի բացառում, որ դա ընդհանրենք անհետացման եզրին, հա, գտնվող ծաղիկ է։ Եթե ձեզ են նվիրում, ինչպես եք վերաբերում։ Ոյ, շատ սիրուն նոր պահ է, ու ես ամեն անգամ ամեն արշավի սկզբում ասում եմ, մենք գալիս ենք բնություն, բայց չենք մոռանում, որ մենք հյուրի կարգավիճակում ենք։ Ու հիշեք, եթե ինչ որ մի հյուր գա ձեր տուն ու որոշի ինչ որ մի բան այնտեղ խառնի, պոկի, իր հետ վերցնի։ Ու երեխաները դա արդեն շատ լավ հասկանում են։ Ես դեմ եմ ցանկացած ծաղկի պոկելուն, հա, լինի դա իմանալով, որ դա լիքն է, թե վերջինն է, բայց ինչ խոսք, մենք դա այդ ցուցումը միշտ անում ենք կանոններից, բայց երբ որ մի երեխա բերում է հենց հասկանալով, բերում է հենց մի հատ, իսկ մի հատիկը ձեզ ենք վերել, շատ նոր պահ է, պետք է հիանալ, շնորհակալ լինել, որովհետև այդ գեղեցիկին փոխանցել մեկ ուրիշին, հատկապես որ տղա է, իսկ մեր
մշակույթում, հա, տղան ծաղիկ նվիրել է մի քիչ sense կիսամոտ խած, թաքուն։ Դրա համար մենք միանշանակ շնորհակալություն ենք հայտնում, հիանում ենք, բայց նաև ասում ենք հիշում էիր, չէ, հա, հենց մեկը։ Նկատի ունեմ պետք է այնպես անել, որ երեխայի այդ գեղեցիկ մտադրանքը, հա, սիրունություն, ջերմություն փոխանցելու ինքը այդ կարևորությունը զգա, բայց երկրորդ հերթին շատ նուրբ ձևով մենք հիշեցնում ենք, որ ամեն դեպքում այս մեկով արի բավարարվենք։ Եթե ուրիշ սիրուն ծաղիկ տեսնես էլի ուզենաս նվիրես, այս մեկը արդեն հավատա դու ինձ բոլորը նվիրել ես։ Այդպես փորձում ենք։ Ասեք, ես գիտեմ, որ մեր հաղորդաշարը կրթության թեմայով է եւ ես գիտեմ, որ ձեր արշավները ուղեկցվում են կրթական ծրագրով, գործընթացով։ Կասեք, ինչ եք սովորեցնում երեխաներին արշավների ժամանակ։ Քանի որ հիմա կրթությունը եւ դարեր շարունակ, հա, ամեն ինչը շենքերի ներսում է եղել ու կարող եմ ասել, որ հիմա արդեն մի փոքրիկ հնացված է, հա, այդ մասը, որովհետեւ շատ բան մենք ինֆորմացվում ենք, կրթվում ենք, բայց եթե բնության մեջ տեսնում ենք ու չենք ճանաչում, որ այդ էներ ինչ որ խոսում էին, հա, որի մասին խոսում էինք, հա, ու ցավոք սրտի։ Մենք շատ փորձում ենք շատ կրթական էլեմենտ չդնել։ Առաջինը ինչպես հաղորդման սկզբում խոսեցինք, ինքնաճանաչում, ինքնասպասարկում, փոխըմբռնում, փոխընկերակցության այդ կանոնները ավելի յուրացնի, որ ամբողջ կյանքում իր համար կարևոր է։ Դա կարելի է կոչել նույնիսկ քաղաքացիական կրթություն։ Հա, շատ կարևոր է եւ իր երեխայի, ես կարծում եմ երեխայի կյանքը սահուն, երջանիկ, ուրախ անցնելու համար էլ է այդ ամբողջ որակները, հմտությունները պետք։ Իսկ կրթական էլեմենտը կարևորում ենք մեծամասամբ բնագիտական, հա, էկոլոգիական կրթություն է, ժամանակ առ ժամանակ հրավիրում ենք մասնագետների, կախված սեզոնից, կախված տեղանքից, օրինակ միջատաբանի հետ ենք աշխատել, որ սովորել ենք ինչպես թիթեռները բռնել, որ չվնասել, որովհետև մենք մյուս կողմից հասկանում ենք, որ երեխայի այդ բնական իր վիճակում է բռնել, ուսումնասիրել, բայց ցավոք սրտի մի փոքրիկ տեղեկացված չենք ոնց անենք, եւ այդ process-ները երեխայի բացահայտման բնությունը կոպիտ է ստացվում եւ վնասում են։ Դրա համար օրինակ միջատաբանի հետ ենք ունեցել հանդիպում, քարաքոսաբանի հետ, գնացել ենք ուսումնասիրել ենք քարաքոսները, հետո նաև մեկ վարպետության դաս ենք արել, քարաքոսներից գույն ենք ստացել, թռչնաբանի հետ ենք հանդիպում ունեցել, սենց շարք ունենում ենք, բայց ես չեմ կարող ասել, որ ամեն մի արշավը ուղեկցված է մասնագետով, որովհետև ես որպես հիմնադիր ուզում ենք նաև, որ երեխան գա եւ բեռնաթափվի, ոչինչ ոչ սովորի հատուկ գիտելիքի առումով, կրթության առումով, այլ ուղղակի գա ու թափարի, որովհետև այսօրվա երեխան շատ խմբակներ է գնում, ու ինքը շատ ծանրաբեռնված է եւ նաեւ արշավը այդ փոքրիկ ժամանակն է, որ ինքը մի քիչ այդ իր չարաչիչի էությունը կարողանա ոնց որ էներգիան բարփի։ Ասի կամք, նպատակասլացություն, վստահություն էլ ինչ է տալիս երեխային արշավը։ Դրանք հստակ է, որ ձևավորվելու են անկախ ամեն ինչից։ Այդքան վստահ չի, երեխայի մեջ արդեն դա այդ ամենը կա, թե ոնց կձևավորվի եւ ոնց կդրսևորվի, արդեն ընտանիք, միջավայր, կրթական եւ տարբեր օղակները, հա, պիտի իրար հետ աշխատեն, որ ձևավորվի եւ կյանքի ինչ որ էության մաս կազմի։ Ես կարծում եմ, որ այս արշավների ընթացքում ուշադրությունը եւ մեկ ուրիշ շատ վատ նեգատիվ մի գիծ կա, որ ես վերջերս շատ նկատում եմ, մենք հիմա շատ ենք ձանձրանում, շատ շուտ ենք ձանձրանում, որովհետեւ մենք սովորենք այս հեռախոսներով վարքյանական ամեն ինչ փոխել, հա, մեր մոլորակներ, ամեն ինչ, հա, ինֆորմացիա, ֆիլմեր, գրքեր, անկախ նրանից ինչ որակյալ է այդ ինֆորմացիան, բայց արագ փոփոխվում է։ Ու երեխան երբ որ գալիս է արշավի, ասենք ես նկատում եմ, որ անկախ հա, իր միջավայրից եւ ընտանիքից կրթվածությունից երեխայի մոտ կա այդ ձանձրույթի գաղափարը եւ շուտ հոգնելու։ Չգիտես ինչի այդ հոգնելու գաղափարը եւ ձանձրույթը շատ նեգատիվ է ասոցիացվում եւ ուշադրության պակասի։ Դա նորից պայմանավորված այս արագ ընթացող այս կյանքի ռիթմի հետ, որ մենք չենք կենտրոնանում, ուշադրություն չենք ունենում ու ձանձրանում ենք, հա, եթե մի բան արագ չի։ Ու այս արշավի ընթացքում, երբ որ մենք բնագիտական, հա, այդ գիտելիքները ուզում ենք փոխանցել միջատ նկատի, հա, սողուն նկատի, ծաղիկ, բույս, կամ նկատի ընկերը այնտեղ օգնության կարիք ունի, գետը անցնելու ձեռքը տալ։ Այսպիսի որակները հանդես գալի ուշադրություն, նաև ընկերասիրություն չեմ ասի, որտեղ բոլոր երեխաների մեջ դա կա, բայց այդ փոխօգնությունը շատ ակտիվանում է արշավի ժամանակ։ Տեսնում ես, որ տարբեր տարիքի երեխաներ առանց որևէ ցուցումի մեկ է ձեռք են տալիս։ Մեկ էլ իրանք արդեն մեջտեղներում կամ վերջում, երբ որ ուղեկցողը մոտ չի, հասկանում են, որ իրենց ընկերոջը օգնություն է պետք ու սապարկ են վերցնում կամ ինչ որ մի քաղցր բանով են հյուրասիրում։ Ես կարծում եմ սրանք հմտություններ են, որ
ամբողջ կյանքին իրենց համար պետք են լինելու։ Ասեք շուրջ 2 ամիս առաջ կամ մի քանի ամիս առաջ այստեղ հյուրընկալել էինք Լեռնագնացության եւ ալպինիզմի Հայաստանի Ֆեդերացիայի փոխնախագահին։ Դե նրանք էլ կազմակերպում են արշավներ, բայց ինձ գրավեց մի բան, որ ձեր արշավների մեջ ընդգրկում եք նաեւ տարբեր առանձնահատկություններ ունեցող, ասենք աուտիզմի սպեկտրի առանձնահատկություն, հա, ունեցող երեխաների։ Արդյոք առասարակ այս տեսակ արշավները օգնում են, որպեսզի իրենք սոցիալականացվեն եւ ընկերանան, ասենք, դառնան ավելի շփող այլ միջավայրերում նույնպես։ Սա մեկ ուրիշ նուրբ թեմա է։ Բարեբախտաբար վերջին տարիներին խոսում են ներառականության մասին եւ կրթօջախներում եւ տարբեր խմբակներ եւ հասարակական կազմակերպություններ կան եւ բարձրաձայնում են։ Այնին ժամանակին, հա, մեր հարևանությամբ կարող էին ապրել մարդիկ, ծերանալ, մահանալ ու առանց դուրս գալու։ Բայց ցավոք սրտի, ինչպես էլի նշեցի, ամեն ինչ շենքերի ներսում է, հա, արվում շենքերի ներսում ինչքան է գեղեցիկ կարող են լինել գունեղ մոտեցումները, հա, ինտերակտիվ։ Եվ ես կարծում եմ բնությունը բոլորիս կյանքում ամենակարևոր բուժիչ դերը ունի եւ առանձնահատկություններ ունեցող երեխաները, որտեղ իրենց ֆիզիկական ակտիվությունը, նաեւ որոշ էմոցիաները, հա, կանխում են, որտեվ միգուցե եթե դրսում են, միգուցե մեկ ուրիշի համար հաճելի չի, ծնողը վատ է զգում, փորձում է սաստել, գնում են միտեղ, փորձում են սաստելու, այս ամբողջ այս պտույտը սաստելու, հա, երեխային չթողնելու դրսևորվելու, հա, թեկուզ բղավելու։ Ես կարծում եմ բնությունը այդ հարցով շատ օգնում է։ Երբ որ մենք սկսեցինք գաղափարը ներառականության կոնկրետ աուտիզմի սպեկտրում գտնվող երեխաների հետ աշխատելու, մենք դասընթացներ կազմակերպեցինք մասնագետների հետ, որոնք երեխաների հետ էին աշխատելու, նաև ուղեկցողների համար, եւ մենք համագործակցեցինք արվեստարան հասարակական կազմակերպության հետ, որոնք ներառականության հետ ավելի շատ փորձ ունեին, բայց ոչ արշավների, եւ մենք տեսանք այդ 7 արշավների ընթացքում մենք միշտ նույն երեխաների ենք տանում, որ կարողանայինք թերապևտիկ դերը չափելի դարձնել։ Մենք չէինք ուզում ժամանց լիներ, մեկ անգամ գային գնային տուն ուրախացած եւ վերջ։ Եվ մենք տեսնում ենք, որ այդ երեխաների հետ անգամ խարույկ անելը վտանգավոր չի։ Հասկանում եք, ամայն երեխաները, որ գիտենք, օրինակ դրսում տուալետ չեն գնա, իսկ մենք հասկանում ենք բնության մեջ ծառ, թուփ, քար, ու ծնող կար, ասում էր դրսում չի անելու, այդքան պահելու է ավնաս, հա, ասի մի անգամ վստահի, մի անգամ։ Ու այդ երեխան եկավ, հա, ու շատ սիրուն, իրար հետ հասկացանք, թեկուզ ոչ վերբալ է այդ երեխան, բայց ինքը ասեց, որ ունի, ինչ որ ձևով հասկացանք, ու մենք իրար ես օգնելով, հա, ձեռքը ձեռքերով դնելով ձեռքի վրա, ու այդպես հաղթահարեց ու դրանից հետո շարունակեց գալ։ Այսինքն բաներ են բացահայտվում երեխայի կյանքում, որ անգամ ծնողը մտավախություն ուներ, որ դա անհնարին է լուծելի լինի, անգամ մասնագետներն էին կարծում ոնց է խարույկ անում կամ երախուն թողում խարույկի վրա բան խորովի։ Ես հավատացած եմ, որ երբ որ վստահում ես, հատկապես երեխային, հա, ու կապ չունի առանձնահատկություն ունի, թե չէ, իրենք ունեն շատ նուրբ մաքուր աշխարհ, որ այդ զգում են, կլանում են, թե դու իրենց ինչքան ես վստահում, ինչ ջերմությամբ եւ նվիրումով ես վերաբերվում։ Երբ որ վստահում ես ու այդ ազատությունը տալիս ես, իհարկե աչքներս 4 արածն են, չի, որ մենք sense ռելաքս գնում ենք, երեխան հասկանում է եւ վերջ, եւ կապ չունի այստեղ առանձնահատկություն է, թե նեյրոտիպիկ երեխա է, մեկը մեր աչքերը sense 100 տակ 360 աստիճան նայում են, որտեվ անվտանգության համար ենք պատասխանատու երեխաների, բայց մենք հասկացել ենք, որ երբ որ վստահում ես եւ որտեղ սեր ու ջերմություն կա, դա միշտ հաջողությամբ է պսակվում ու շատ լավ է։ Իսկ գաղափարը մի քիչ բանալն եմ նրանից սկսեց, որ եկավ մի օր մի արշավ մի երեխա, որ աուտիզմի սպեկտրում էր գտնվում, բայց ծնողը ինչ պատճառներով չէր ասել։ Մենք ունենք անկետա ֆորմա, որտեղ նշում ենք կետերով այն ինչ որ ծնողը կուզի, որ մենք իմանանք, որպեսզի երեխայի մուտքը եւ մասնակցությունը սահուն լինի։ Անսպասելի բան չլինի, չէ, անսպասելի էր կոնկրետ այդ դեպքը, քարեր էր վերցրել, որ բոլորին հարված էր, բայց ու ես այդ օրվանից հասկացա, ու այդ երեխան տուն էր գնացել, մտածել էր, որ էլ իրան չեն կընդունի արշավի, բայց ասել էր ոնց պահեմ ինձ, որ ես նորից գնամ արշավ, ու այդ օրինակը այդ երեխայի մեզ համար, այսպես ասած, նաև մտադրանք ու ցանկություն երազանքի նման բան դարձավ, որ մենք պետք է ներգրավենք ավելի շատ ներառական երեխաների։ Ասեք, ես որքան հասկացա, հիմա ձեր պատմելուց միայն աուտիզմի սպեկտրի առանձնահատկություն ունեցող երեխաներին չի, որ ընդգրկում եք, ներառականությունը տարածվում է այլ առանձնահատկություն ունեցող երեխաների վրա նույնպես, այո։ Այո, ունենք երեխաներ, որոնք վարքային ինչ որ
Այսպես ասած, միգուցե ախտորոշում, որպեսին այդպեսին չկա կոնկրետ, բայց հոգեբանի հետ է աշխատում, որոշ վարքային կամ լեզվական ինչ որ անհարթություններ, ինչ որ դժվարություններ ունի։ Ցավոք սրտի հենաշարժողական դժվարություն ունեցող երեխաների չենք կարողանում տանել, բայց ես շատ կուզեի, որովհետև մեր արահետները, ճանապարհները, տրանսպորտը ոչինչ հարմարեցված չի։ Ցավոք սրտի չունենք այնպիսի արահետներ սարքած, որ կարող ենք հենաշարժողական երեխաներին տանել։ Դրա համար բնության մեջ սարերում Չէ, կոնկրետ սարեր չէ, սարեր անպայման չէ սարեր։ Կարող է այնպիսի մի բան լինել անտառի կողքով, որպեսզի այնպիսի, չեմ ասում, ասֆալտ անել։ Չէ, ամենտեղ անտառ, ձորեր, ջրվեժ, ամենտեղ, ինչը բնություն է, հա, գյուղական քաղաքային կյանքից մի քիչ հեռու, ամենտեղ կախված սեզոնից եւ կախված տարիքից եւ խմբից։ Ասիկ ո՞րն է առավելագույն, երթուղու առավելագույն երկարությունը, որ կոնկրետ ասենք տարիքային խմբի համար, որպեսզի այդ ճանապարհը անցնելը չդառնա իրական տառապանք։ Հա։ Նայեք, մշտական նվնվոցը կա։ Դա ես միշտ ասում եմ հայու գենն է, նվնվոցը կա, տառապանքն է կարող է լինել, բայց ճիշտ դոզայով եւ մենք գրանցելիս ընտրում ենք, թե որ արշավին ում գրանցենք։ Եթե նոր երեխա է, գիտենք, որ սա բարդ է, չենք գրանցում, որ իր համար այդ տառապանքը շատ ավելի ինտենսիվ չլինի։ 3-ից 6 տարեկանների համար անում ենք 4-ից 6 կիլոմետր, բայց ավելի ուղիղ տարածքներ, վերելքներ չկան, կտրուկ վայրեջներ չկան, բայց քանի որ ծնողների հետ են իրենք գալիս, այսինքն օգնում են ծնողները։ Իսկ 6-ից 14 տարեկանների համար մի անգամ արեցինք 16 կիլոմետր սարերով, մենք հասկացանք, որ շատ էին հոգնել։ Իմ նպատակը չէ, որ անպայման շատ քայլենք ու դժվար քայլենք։ Իմ նպատակը քայլենք 5 կիլոմետր, բայց հնարավորինս ոչ ուղիղ ձևով շեշտված, բայց իմաստալից եւ կարգու կանոնով եւ հարգանքով։ Ես կարծում եմ, որ 12 կիլոմետրն է նորմալ, բայց արշավային կյանքում կիլոմետրը չի որոշում։ Նայած ինչ ռելիեֆի 12 կիլոմետր։ Այո, դա է ուզում ասեի, այո, սեզոնայնությունը կապ ունի, եղանակը կապ ունի, եթե օրինակ անձրև է, կամ գիտենք հավանականությունը շատ է անձրևի, կոնկրետ եղանակի տեսության մենք չենք տնի բարձրադիր գոտի։ Կդնենք այնպիսի տեղ, որտեղ մի քիչ տափաստանային է, որ ինչքան էլ երեխաները անձրևը սիրում են որպես արկած են դիտարկում, բայց միևնույն ժամանակ տառապանքը ձյունը շատ, հա, ձյունը սիրում են, բայց հետո ծնողներն են դժգոհ լինում, որտեղ թացանում են, որտեղ ոչ բոլորը, այսպես ասած, հավուր պատշաճի այդ հագուստը գույք ունեն, որտեղ բավականին թանկ է, չենք կարող պահանջել ծնողներից, որ այդ ամենը ոնց որ կարողանան ունենալ էլի երեխաները։ Ասեք, ես մի գրառումից իմացա, որ երբ արշավի ընթացքում անցնում եք գյուղերով, հա, դուք սիրում եք շփվել մարդկանց հետ, նույնիսկ հա հյուրընկալվել, ինչ-որ գյուղացու տանը սուրճ խմել, զրուցել եւ անգամ խրախուսում եք երեխաներին, որ իրենք էլ հա այդպես այգի մտնեն, միրգ խաղեն, ինչ է տալիս դա։ Այսինքն ճանաչել նաեւ ոչ մենակ բնությունը ճանաչել, հա, ճարտարապետական հուշարձանը, բնական հուշարձանը, բնության երևույթները, այլ նաեւ մարդկանց հետ, հա, քո ազգի, քո ժողովրդի մի հատվածի հետ, հա, որը դու Երևանում ապրելով չես ճանաչում։ Սա է նպատակը, թե ինչ։ Ես կարծում եմ, այո, դա իմ որպես մարդ իմ նաև կյանքի նպատակն է ճանաչել Հայաստանը ամեն գյուղ եւ մարդկանց հետ շփվել եւ ինչպես ընկերուհիս է ասում, իջև Աստղիկը գյուղում մեկի տուն չմտնի ու ինչ որ մի բան զրուցի, այդ գյուղից չգնա։ Եվ երկրորդ մի հատ դա իմ որպես էության մի մասն է, որ ես ուզում եմ համ շփվել եմ սիրում գյուղաբնակների եւ տարբեր համայնքների մարդկանց հետ, բայց ես կարծում եմ, որ Հայաստանը բավականին կղզիացած է։ Ամեն մի համայնք իր կղզիով եւ կարող եմ ասել, չեմ սիրում տենց անդրադառնալ Արցախին, բայց Արցախը լավ ապտակ էր մեզ, թե ինչքան մենք կղզիացած ենք ապրում, հա, սա մեր տարածքն է, սա իմն է, նա քոնն է, դու քո համար, ես իմ համար, եւ երեխաներին տանելով տարբեր այդ գյուղերով անցկացնելով, հա, սարուձոր, մենք բոլորին բարևում ենք, բոլորին, ու անգամ մեկ-մեկ երեխեքի մոտ այն տպավորություններ, որ այս Աստղիկը բոլորին ճանաչում է, ու ես սովորեցնում եմ բարևել անցորդին, սովորեցնում ենք մենք մաս կազմել իր կենցաղին, ու վերջերս էլ մենք արեցինք երկօրյա ճամբար, ամառային գարնանային, կներեք, գնացինք Վայոց ձոր, հա, մի պապիկի տուն, որտեղ չկային ոչ թե ոչ մի պայմաններ սխալ է ասել, բայց չկան այն հյուրատան պայմանները, հա, որ շատ երեխաներ սովորեն, մինիմալ պայմաններ, մի տուալետ բոլոր երեխաների համար, փոքրիկ խոհանոց, բայց այդ երեխաների երանելու պահը օգնել
տունք չէր, ծառերը որ կտրում են, այդման գործընթացին, հավաքելուն, երեկոյան խարույկը անելու եւ հետո հաջորդ օրը արշավ գնալուց սարերում Ռինդ գյուղին մոտ սիսեր էին ցանում։ Այդ երեխեքի ոգևորությունը արշավը կանգնացրեցինք, մասնակցեցին գյուղացների հետ այդ սերմնացանին։ Դա ինձ համար շատ ավելի կարևոր է, քան թե ինչ-որ շենքերի ներսում կրթություն կամ ինֆորմացված տեղեկացված լինելը։ Ես դա շատ կարևորում եմ, որովհետև մենք նաև հետագայում կզարգացնեմ այդ գաղափարը, մեկ արշավ ենք անում տարբեր համայնքի երեխաների հետ։ Արենիում ունեինք, որովհետև ուղեկցող աղջիկ ունեինք, Արփինեն, որը նաև արվեստի կավագործության ուսուցչուհի է իր համայնքում, եւ այստեղից գնում ենք, եթե Վայոց ձոր ենք գնում, այստեղի արշավականներով Երևանից կամ մոտակա Կոտայքից, Էջմիածնից եւ այնտեղ միասին կպնում էինք Արենիի երեխաները կոնկրետ այդ համայնքի եւ մեր ու շփվում էին իրար հետ։ Դա շատ սիրուն կարելի ասել ես շատ կուզեի որ ավանդույթ դառնար, որովհետեւ դա մերձեցնում է եւ սահմանները այդ արեստացին, որ մեծերը ստեղծել են ու որոնց համար էս պատույտը պատերազմների հագնում է, իրանք վերանում են։ Եվ երեխան հասկանում է, որ միայն էս քաղաքաբնակ, էս Երևանը չի, որտեղ sense լիքը ծփում է, այս ամեն ինչը, հա նույն խմբակները, այդ հնարավորությունները, ինքը գնում է գյուղ ու տեսնում է այնտեղ կյանքը շատ ավելի հետաքրքիր է։ Թե չկան շատ բաները։ Թեկուզ շատ բաների միգուցե երեխան չունի այնտեղ սահմանափակ է։ Ես դրա համար այս արշավների ընթացքում նաև այդ շփումը, ոչ թե հենց անպայման սուրճ է պետք խմել, անգամ եթե ջուր մենք կարող ենք խանութից կամ մի ցայտաղբյուրից դրսում առանց որևէ մեկին անհանգստացնելու, բայց մենք սիրում ենք դուռը թակել, մտնել, նստել, որովհետև ինչ որ մի ձևով ոչ միայն երեխաների համար է տոն, բայց այդտեղի բնակչի համար էլ հաճելի եւ մեծերի հետ էլ ենք անում, բայց երեխան միանշանակ ուրախանում են, եթե մի քիչ էլ հեռու են գնում, որ իրենց այդ համայնքից շատ չեն դուրս գնում, հոգսերը այնքան շատ են, գործերը այնքան շատ, ու ինչ որ գալիս են 10 երեխա, 20 երեխա, որոնք չարաճճի տարբեր փորձառությամբ, հետո պատմում են ոգեորված իրենց տարածքին մոտ տեղերը, որ գիտեն, նաև իրենց բնակավայրն են արժևորում այդ երեխաները, որ այնքան կարևոր է այդ գյուղական, այդ միջավայրը, այդ համայնքը, որ երեխան կամ ծնողը գումար է ծախսել ու հելել հասել են այստեղ, այսինքն այստեղ երկուստեք արժևորում է գնում, որը ես դրա համար միայն ուրախ եմ, գյուղական համայնքի եւ այսպես ասած քաղաքաբնակ։ Աստղիկ, մեկ այլ լրատվամիջոցի տված ձեր հարցազրույցում հարցին թե որոնք են ձեր ամենասիրելի գագաթները Հայաստանում, դուք նշել եք երկուսը, Աժդահակը Գեղամա լեռնաշարում եւ Խուստուպը։ Կասեք ինչով են առանձնանում դրանք։ Ինչով են հիացել։ Ինձ թվում է բոլոր արշավականները կամ մի քիչ ճամփորդած մարդիկ նույն բանը կասեն։ Գեղամա լեռնաշղթան ես կարծում եմ այլ մոլորակ է, առհասարակ, բոլոր սարերը բնությունն է առհասարակ տարբեր մոլորակ, բայց Գեղամայում ես կարծում եմ քիչ sense բան տպավորություն չթողնեմ, բայց ես կարծում եմ այնտեղ շատ տարբեր էներգիաներ կան եւ տարբեր հոգիներ եւ լուսավորված ինչ որ, չգիտեմ, ուժեր կան այնտեղ։ Աժդահակը շատ գեղեցիկ է իր գույներով, բացի այդ մի քիչ էներգետիկայից, բացի այդ էներգետիկայից նաև էսթետիկ, այդ ալպիական ծաղիկները, հետո այդ բարձրության վրա այդ լիճը, որը կեսը դյուն է, կեսը սառույց է, կեսը սառն է, այդ գույները, կարմիրը, նաև Աժդահակ ասում ենք կարմիր մոլորակ։ Իսկ Խուստուպը երևի իմ սիրած արշավային երթուղիներից են այն երթուղիները, որտեղ կա կանաչ, ծաղիկ, ժայռ եւ ինչ որ բնապատկերներ, բացվող տեսարաններ։ Խուստուպը բացի սյունած ինձ համար սյունյաց արքան է եւ ինչու՞ չէ նաեւ կարծում եմ որ նժդեհով կարող է, այսինքն նժդեհը խտացրել է, բայց նժդեհը շատ ավելի մոտ է եղել այդ վեր, այսինքն գաղափարներին, մտքերին եւ այդ էներգիաներին, հա, այդ լույսին շատ ավելի մոտ է եղել, ինչի է հենց ընտրել, որտեւ ինքը զգացել է այդտեղի էներգետիկան։ Հետո որ բարձրանում ես Խուստուպ, նախ սկսում ենք լուսադեմին, արևածագին եւ փեշերից ենք արևը տեսնում։ Հետո դու տեսնում ես այդ ամբողջ հրեգունդը, որ բարձրանում է, եւ դու այդտեղ տեսնում ես նաեւ քո աստվածային էությունը, որտեվ տեսնում ես որ մի հատ ամբողջ մի գունդ բարձրանում է, որ լուսացնի ու ջերմացնի։ Դա մի առաջին sense բանն է, որ փոխանցում է ու հետո երբ որ գագաթին ես առավոտ, մինչև լուսաբացից հետո, այդտեղ Խուստուպը հայտնի է, որ ամպերը sense փակում են ու թվում է թե դու sense լող ես տալի այդ ամպերի մեջ, եկես sense բացվում ու ներքևում այդ քաղաքն ես տեսնում։ Դրա համար, չգիտեմ, Խուստուպը հա սեր է։ Ուղղակի պետքա գնալ ու տեսնել ու մաս լինել։ Ես հաղորդումը ավարտելուց առաջ ուզում եմ
մեջ բերել ինձ ամենաշատ դուր եկած մի պատմությունը, որ կարդացի ձեր էջերում, տղան, որը արշավի հենց ամենասկզբում անմիջապես խմում է իր հետ վրացած ամբողջ ջուրը, եւ հետո հասկանում, որ սխալվել է։ Գիտեք, ինչ շատ կարեւոր է իմանալ ինչպես մեր ունեցածը բաշխել մեր նպատակի վրա։ Մենք պիտի կարողանանք առհասարակ ամեն տեղ քաղաքականություն, մշակույթ, գիտություն, որ բնագավառը կամ որ ոլորտը ուզում ենք վերցնենք, մենք կարող ենք ասել, որ չափազանց կարևոր է, որպեսզի մենք կարողանանք մեր ունեցածը ճիշտ բաշխել, հա, մեր նպատակների եւ մեր երազանքի, հա, իրականացման ճանապարհին, ընթացքին, ժամանակի մեջ։ Ասեք, շնորհակալ եմ հետաքրքիր զրույցի համար եւ ձեզ հաջողություններ եմ մաղթում։ Շատ շնորհակալություն։ Ձեզ նմանապես։ Իսկ մենք շարունակենք տաղավարի եթերում քննարկել մեր կրթության եւ գիտության խնդիրները տարբեր դիտանկյուններից։